Արգելի գործընկերներ, նախ ես պետք է անկեղծ ասեմ, էլի, ես բավական երկար մտածել եմ հանձնաժողովի ձևավորման հետ կապված, մշտական հանձնաժողովի ձևավորմանը բոլորս կողմ ենք եւ իմ կարծիքով ունեցել ենք, եթե բան չփոխվի, էլի, մեր ընդդիմադիր գործընկերների մոտ, մենք ձեռք ենք բերել։ Այդ պահանջը մենք ենք առաջադրել, հիմա եկել եք ասում եք բան փոխվի ձեր մոտ թող չփոխվի։ Արձանագրում ենք, պարոն Մինասյան, արձանագրում ենք, որ էթիկայի հանձնաժողովի, մշտական գործող էթիկայի հանձնաժողովի շրջանակներում մեր ունեցած քննարկումներ եւ ձեռք բերված համաձայնությունները ընդունելի են շարունակում մնալ բոլորիս համար եւ մենք այդ ճանապարհով շարունակելու ենք եւ մինչեւ այս նստաշրջանի ավարտը առնվազն առաջին ընթերցմամբ ընդունված ունենալու ենք էթիկայի մշտապես գործող էթիկայի հանձնաժողովի վերաբերյալ նախագիծ։ Հիմա այս հանձնաժողովի ձևավորմանը ես անկեղծ պետք է ասեմ, սա իմ անձնական կարծիքն է, ասեմ, ես ոչ ոքի չեմ պաշտպանում, ես չեմ համարում նպատակահարմար այս հանձնաժողովի ձևավորումը, որովհետև ինքը լինելու է մեծամասնության հանձնաժողով, կներեք էլ անկեղծ լինենք, ինքը լինելու է մեծամասնության հանձնաժողով։ Եվ 2-3 եւ միշտ այս վիճակում, հա, երբ որ դու ունենում ես մեծամասնության հանձնաժողով, ընդդիմությունն է բողոքելու եւ հակառակը։ Մեզ պետք է պարիտետային գործող հանձնաժողով։ Մեզ պետք են շատ հստակ կանոնակարգումներ, թե ինչպես պետք է վարվի։ Կներեք, մի բան պետք է ասեմ, էթիկայի հանձնաժողովի անդամներն էլ պետք է այնպեսի բարձր էթիկական որակներ ունենան։ Սա մասն էլ է, եկեք խոսանք։ Եվ ունենան հմտություններ, այդ թվում իրավական գնահատելու ինչը տեղ ունենալ, անաչառություն պետք է ունենան որոշակիորեն, վեր պետք է գտնվեն ներկուսակցական, միջկուսակցական այս քննարկումներից։ Դրա համար մենք չենք ուզում ինչ-որ փորձարկումներ անել։ Ձեր իրավունքն է, պարոն Մինասյան, սա հարաբերակային քննարկել ազգային ժողովի դահլիճում։ Մենք կարող ենք ընդհանրապես պայմանավորենք, ոչ մեկ ձեն չանենք, քվեարկենք եւ գնանք, չէ՞, մենք ուզեցանք, որ քննարկումը ծավալվի։ Այս քննարկումը կարեւոր է։ Քննարկումը կարեւոր է մեր համար, քննարկումը կարեւոր է մեր ընդդիմադիր գործընկերների համար։ Քննարկումը կարեւոր է մեր լրագրողների համար։ Տիկին Թոմասյան, ասում եք, Վլադիմիր Վարդանյանը պասիվ է, հարցազրույցներ չի տալիս։ Կներեք, 1000 ելույթ եմ ունեցել։ Բայց օրինակ գիտեք ինչն է շատ տարածում, օրինակ ես ավելի շատ տարածում, որ ես նկարել եմ նիստի ժամին, քան են ես թե ինչ եմ ասել։ Կներեք, էլի, կներեք, ես շարունակեմ, ինչու իմ մոտ չի ստացվում հարցազրույցներ լրատվամիջոցների հետ, որովհետև լրագրողներից ամենաշատ հնչած բառը գիտեք որն է։ Այդուհանդերձ։ Դու պատասխանում ես հարցին։ Եվ լսում ես, այդուհանդերձ։ Պատասխանում ես։ Այդուհանդերձ, եւ սա որևիցե լավ ճանապարհ չի։ Բայց հարգելի գործընկերներ, ես չեմ ուզում, որ մենք սահմանափակենք ոչ մեր լրագրողների գործունեությունը, ոչ էլ խոչընդոտենք падգամավորի գործունեությունը։ Տիկին Թովմասյան, այստեղ փոխադարձ հարգանք պետք է լինի, փոխադարձ ընդունելի մոտեցում։ Հակառակ դեպքում կներեք էլի падգամավորները կխուսափեն նաև լրատվամիջոցներից շփվելու։ Սա էլ լավ տարբերակ չի, որտեղ եթե падգամավորը անընդհատ ամեն մի հարցազրույցից հետո զրպարտության կամ վիրավորանքի հետ կապված հայցին առաջվի դատարանում, ինքը կձգտի հնարավորինս քիչ խոսա։ Իսկ իմ հետ ինչ չենք խոսում, ասեմ ձեզ, ես բարդ եմ խոսում, ես անհետաքրքիր եմ, ես սկանդալ չեմ անում։ Դրա համար հետս քիչ եք խոսում։ Բայց ես դեմ չեմ, վերնագիրը չեմ տալիս, հետաքրքիր չեմ ես, պրոստը հետաքրքիր չեմ։ Բայց օքեյ, արեք ես մնամ անհետաքրքիր, որ սկանդալային, էլի։ Հիմա իմ առաջարկս հետևյալն է։ Ձեր որոշելիքն է։ Ես իրավական մոտեցում պետք է դրսևորեմ այս հարցի նկատմամբ, Ժորժ ջան, սա ինկվիզիցիոն հանձնաժողով կարա դառնա բոլոր պարագաներում, որովհետև այո, մեծամասնության անդամների առկայությամբ էթիկայի հանձնաժողովը միշտ լինելու է ինկվիզիցիոն եւ միշտ լինելու է ինկվիզիցիոն հանդիմության նկատմամբ, որովհետև եթե մենք չունենանք կոնսենսուսային մոտեցում հանձնաժողովների ձևավորման հարցում եւ դրանց գործունեության հարցում, սա նաեւ ՀԱԿ-ժմիգի մոտեցումն է։ Մենք երբեք չենք ունենալու մոտեցում։ Ես չեմ ուզում անդրադառնալ պարոն Քոչարյանի արարքին, դա պարոն Քոչարյանի արարքն է, բայց ես լրագրողներից որևիցե խնդիր չեմ տեսնում, Ջան, ներողություն խնդրեմ, եթե ինչ-որ տեղ, ինչ-որ մի հարցում, ինչ-որ առումով արտահայտություն ենք օգտագործել, որը վայել չի եղել падգամավորին։ Ես դրա մեջ խնդիր չեմ տեսնում։ Ես նույնիսկ ավելին դրա մեջ ներողություն խնդրելու մեջ քրիստոնեական մեծ առաքինություն եմ տեսնում։ Եվ ես հայցում եմ բոլորի ներողամտությունը, հատկապես հետ Զատիկյան այս ժամանակահատվածում, եթե ինչ-որ մի առումով
ինչ որ առումով բանում է, բայց ժողովուրդը բողոքում ասում է պահքից դուրս են եկել, տեսեք խորհրդարանում ինչա կատարվում, խորհրդարանական պահքը եկեք պահպանենք, էլի, ես նպատակարար չեմ տեսնում այս հանձնաժողովի ձևավորումը եւ մտավախություն ունեմ Տիկին Թովմասյան, շատ բաց տեքստով ձեզ կասեմ, որ եթե մենք այս քննարկումը շարունակենք, սա խոչընդոտել է մեր կողմից մշտապես գործողից հանձնաժողովի ձևավորումը։ Դուք կարող եք բոլոր մեր նիստերը նայեք եւ տեսնեք, թե ես որ հարցերով եմ արտահայտում հանձնաժողովի նախագահի դիրքորոշումը, բայց այս հարցով ստիպված եմ արտահայտել, որովհետեւ մեր համար շատ ավելի կարեւոր է եւ շատ կուզենամ, որ շատ ակտիվ մասնակցեք մշտապես գործող էթիկայի հանձնաժողովի ձևավորումը, որտեղ կարող են քննարկել ցանկացած հարցեր։ Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ падգամավորի վարկագծին, կներեք, եթե падգամավորի վարկագծում սա պարզապես հայտակում չի, մեկ անգամ դեպք չէ, այսինքն բարբերաբար դա կրկնվելու է, այսօր չէ, վաղը մյուս օր այդ էթիկայի հանձնաժողովը ձևավորել, այդ մարդը վաղ թե ուշ հայտնվելու է էթիկայի հանձնաժողովի տիրույթում։ Սա իմ մոտեցումն է, հարգելի գործընկերներ, որոշումը ձերն է, դուք պետք է որոշեք, բայց եկեք կենտրոնանանք մշտապես գործող էթիկայի հանձնաժողովի վրա, էլի, բայց այս դասարանը ես մյուս տարի այլևս չեմ վերցնելու։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։